Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի եթերում հարցազրույցն է եւ այս պահին ես հարցազրույցի եմ հրավիրել Հովհաննես Իշխանյանին, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։ Շնորհակալ եմ, պարոն Իշխանյան, հրավերս ընդունել։ Սիրով։ Վերջի շրջանում անհանգստացնող թեմաներին եմ ուզում այսօր անդրադառնանք, պարոն Իշխանյան, ինչպես գիտեք, նորից սկսվել է խոսակցությունը եւ իշխանությունը նորից զուգահեռ, այսպես սինխրոն, հա, գործելով Ադրբեջանի հետ, որտեղ Ալիևից թե նրա օգնականից Հաջիևից եկավ այդ խոսակցությունը, անկլավներ կոչվածի շուրջ գործընթաց սկսելու հետ կապված եւ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, Facebook-յան իր հերթական գրառմամբ եւ այլ, դրան դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ նախ ուզում հասկանանք եւ մեր հերոստատիտողին տեղեկացնենք, Հայաստանում կան անկլավներ ադրբեջանական, այդտեղից սկսենք ու հետո հասկանանք, թե ինչ են ուզում նորից զիջել։ Չէ, չկան։ Եթե կարճ պիտի պատասխանենք, ապա չկան։ Իհարկե չկան։ Մասին է խոսքը։ Խոսակցությունը նրա մասին է, որ Ադրբեջանը արդեն հասել է այդ կետին, որ պետք է Հայաստանի ներսից տարածքներ վերցնի, որ հետագայում արդեն Երևանի վրա օղակը սեղմի եւ Հայաստանը շրջափակման մեջ գցի, ինչպես գցեցին Արցախում։ Հիմա փաստորեն ինչ է ստացվում։ Արցախը հանձնել են, ճիշկան դրեցին։ Գորիսկապան ճանապարհը հանձնել են, ճիշկան դրեցին։ Տավուշի բարձունքները, Տավուշի տարածքները հանձնել են, ճիշկան դրեցին։ Զանգեզուրի միջանցքը արդեն գրեթե հանձնել են, դե նախաստորագրված հանձնել են, դրա ճիշկան էլ արդեն sense դրած է։ Հաջորդը Հայաստանի ներսից այդ տարածքները կվերցնեն, կարող վերցնեն, կարող չէ, կտեսնենք դեռ, ճիշկան կդնեն, հետո ադրբեջանցիներին կբերեն այստեղ կվերաբնակեցնեն, հաջորդ ճիշկան դա է։ Եվ հետո արդեն կանցնեն այդ դեմոգրաֆիական փոփոխություններին, Սյունիքում պրովոկացիաներին, չնայած պրովոկացիայի անհրաժեշտություն էլ չկա, որտեղ ամեն ինչ տալիս են։ Հա, մոռացա ասեմ, բանակի բանը կրճատումները թե տարիների, Ծառայության։ հա, թե ծառայության տարիների, թե բյուջեի։ Իհարկե ծառայության տարիները հնարավոր է կրճատել, բայց այստեղ նպատակն է էական, հա, ասենք կարող ես բանակը ավելի բարեփոխել, հա, չգիտեմ, բարեփոխել, ավելի մարտունակ սարքել, բոլորի համար անհրաժեշտ լինի անգամ ծառայությունից, մի խոսքով տարբերակները շատ կեն, ավելի մարտունակ դարձնելու նպատակով կրճատես, ոչ թե կրճատես, քանի որ ամեն ինչ հանձնում ես։ Հա, հիմա այդ փաստորեն բանակի ճիշկան են դնելով գնում, ու դե հիմա հաջորդ ճիշկան այդ բանն է, անկլավ կոչվածներն է, որտեղ փաստորեն պատկերացեք, եթե այդ անկլավներում հերթիռներ դրեցին, ուղիղ Երևանի վրա արդեն տենց կախելու են, երբ ուզեն, ինչ ուզեն ստանալու են Հայաստանից, նույնիսկ հաջորդ իշխանությունների դեպքում, եթե գա, շատ բարդ է լինելու։ Իսկ իրենք ասում են, կներեք պարոն Իշխանյան, իրենք ասում են, որտեղ գնում ենք խաղաղության, եթե պետք է խաղաղություն հաստատենք, պիտի փոխադարձ իրար համաձայնության գանք եւ գնանք զիջումների։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչածի խոսքը հեղինակազուրկ է, Երևանյան բարբառով ասած ասնավանիչի, 150,000 քաղաքացու տունտեղից զրկածին, 5,000 հոգու սպանածին, որ Արցախը հանձնի, հետո ասեն բանը մնայք կռվեիք, 44 օր ստի մեջ պահողներին, հա, մեր սահմանադրական իրավունքը ոտնահարելով Տավուշը տվածները, Գորիսկապան ճանապարհը գաղտնի տվածները, հիմա այս եկեղեցու վրա հարձակումները, որ էլի սահմանադրություն են խախտում փաստորեն, իրանց ասածը որևէ նշանակություն չունի, նույնիսկ մեկնաբանության արժանի չի, որտեվ Դավաճանի ասածներ են դրանք եւ Դավաճանի ասածները զուտ տիրաժավորվում են այն պատճառով, որովհետեւ նրանք դեռ տիրապետում են իշխանության լծակներին։ Խաղաղությունից առաջ խաղաղություն չկա առանց ազատության եւ արդարության։ Ինչ է նշանակում խաղաղություն։ Երբ դու հանգիստ ես, խաղաղ ես, ներդաշնակ ես, չէ՞։ Հիմա սրանց ներկայությամբ հնարավոր է լինել ներդաշնակ։ Կարող է արդյոք Արցախի 150,000 մարդը լինի ներդաշնակ, երբ որ ազգային ժողովի մի նախագահ ասում է մնայք կռվեիք կամ առհասարակ, նույնիսկ եթե չասեր նրանց վերադարձի իրավունքը չեն բարձրացնում, Արցախում թողնում են հայկական ժառանգությունը Ադրբեջանը վերացնի, ուրեմն մենք ազատ չենք, մենք
օկուպացիայի պայմաններում ենք, ինչպես օրինակ ֆաշիստական ժամանակաշրջանում Ֆրանսիան էր, հա, Մարշալ Պտենի ժամանակ, այդ Վիշի կառավարության ժամանակ։ Հիմա մենք ազատ չենք։ Մենք մի կոմպոնենտ, որ ազատ չենք։ Հիմա արդարության կոմպոնենտը նայենք։ Արդյոք արդար է, որ քաղաքացու վրա թքողը լինի ազգային ժողովի նախագահ։ Արդյոք արդար է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ ասողը, հետո Արցախը հանձնողը լինի վարչապետ։ Արդյոք արդար է, որ դատավորները, գրավողը, անմեղ հոգևորականներին գերի վերցնողը, պատանդներին, Բաքվի պատանդներին բրախածը լինի վարչապետ։ Իհարկե արդար չի։ Արդյոք արդար է 44 օր ստի մեջ պահողները շարունակեն մեր համակեցության կանոնները որոշել։ Արդար չի։ Ուրեմն ունենք երկու բան. մենք ազատ չենք եւ արդար։ Արդյոք արդար է միջազգային դատարաններից հայերի դեմ իրագործած հանցագործությունների հայցերը հետ կանչել։ Իհարկե արդար չի։ Հիմա մենք ունենք արդարության եւ ազատության կորուստ եւ խաղաղություն հնարավոր չի առանց այս երկուսի։ Ինչ է նշանակում խաղաղություն առանց ազատության եւ արդարության։ Ով ասենք բանի ցեղասպանության ժամանակ, երբ որ հայերին ցեղասպանում էին, կարող են կոչել դա խաղաղություն։ Թուրքիայի լեզվով այո, դա խաղաղություն է, բայց հայերիս համար դա բնականաբար խաղաղություն չէ, դա ցեղասպանություն էր։ Պարոն Իշխանյան, տեսեք, ժամանակին սկսեցին նախ իրենց արդարացնել, թե ինչու հանձնեցին Արցախը, ու սկսում ես մտածել, որ հերթով իրենց ժամանակ առ ժամանակ իրենց բոլոր դավաճանական քայլեր իրենք այդպես արդարացնելու են։ Ասել Փաշինյանն ասում է, չէ, դե այն ժամանակ այդպես էինք մտածում, ասում ենք Արցախը Հայաստանի ու վերջ։ Հետո հասկացանք, որ Արցախը թոք է Հայաստանի համար, որպեսզի հայոց պետականությունը շարունակի գոյատևել, այդ թոքից պիտի ազատվենք ու ազատվեցինք։ Լավ, հիմա եթե անգամ շատ ցավալի բան պիտի ասեմ, ազատվեցինք, հա, այսպես իրանց տրամաբանությամբ, եթե տվեցիք Արցախը։ Լավ, հիմա ինչու է գալիս Հայաստանի սուվերեն ինքնիշխան տարածքները հանձնելու այս գործընթացին։ Եթե դուք հանձնում եք, ուրեմն ինչպես եք խոսում ինքնիշխանությունից, կամ մենք արդյոք դրանից հետո իզորու կրնենք պահել մեր պետականությունը։ Սա սահմանադրական առումով, եթե դուք խոսում եք արդարության մասին, եթե հղում անենք Հայաստանի սահմանադրությանը, ուղղակիորեն այնտեղ կա տարածքների զիջումը, դավաճանություն է։ Մենք այս փաստի հետ գործ ունենք, այսինքն եկան Արցախից հանձնեցին, հասան Հայաստանի տարածքներին։ Հարցը ո՞րն էր։ Չէ, ու սահմանադրորեն, նաև սահմանադրությամբ է արձանագրվում, որ գործ ունենք փաստորեն դավաճանության փաստի հետ։ Մենք իհարկե դավաճանությունը ինչա, թշնամու կողմը անցնելն է եւ վնասելը քո սկզբնական համայնքին։ Հիմա երբ որ նոյեմբերի 9-ից հետո սրանք այդ ծանր պարտությունից հետո 44 օր ստի մեջ պահելուց հետո չհեռացան քաղաքականությունից, դա նշանակում է, որ իրենք դավաճան են։ Այսինքն անցել են թշնամու կողքը, որտեվ հետո պետք է լինեին հաջորդ զիջումները։ Աղավնոն տվեցին, Բերձորը տվեցին, այնտեղ շարունակվեց Փառուխը, այդ Քարակերտը, Խծաբերդը, այդ սկզբի ժամանակները, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով պետք է կանգնեին որտեղ որ տեղակայված են, բայց Ադրբեջանը արդեն առաջ էր գալիս։ Հետո Գորիս Կապան ճանապարհը տվեցին, այսինքն նրանք ամեն ինչ այս ընթացքում արել են ի նպաստ մեր թշնամու, մեր քնած սպային ածնահարող, տարեցների ականջը կտրող, կանանց մասնատող այդ բարբարոսության համար ընդդեմ քաղաքակրթության եւ մարդու իրավունքների ամեն ինչ արել են ընդդեմ մեզ, բայց նրանք եկել են մեր պաշտոններն են զբաղեցրել, մեր շենքերն են զբաղեցրել, ու այդ մեր շենքերից նրանք վնասում են մեզ։ Սա դավաճանություն է, սա է դավաճանության կոնցեպտը։ Հիմա եթե ինքը ասում է, թող մեզ ինչքան ուզում են դավաճան ասեն, հա, անընդհատ ասելու ենք, որովհետև ըստ սահմանման հետ են։ Հիմա կարող ենք այս ձեր ասացի եւ վերլուծության հիման վրա հասկանալ նաև թե ինչու Ղազախստանի նախագահը Տոկաևը իրենց համար շատ պատվավոր մի մեդալի արժանացրեց Փաշինյանին, իսկ այդ համաձայն այդ մեդալին այն մարդը, այն քաղաքական գործիչը, Ղազախստանի համար շատ մեծ լավ գործ է արած լինում, արժանանում է նման մեդալի։ Եթե համարենք, որ Ղազախստանը թյուրքական երկրների, հա, այսպես առաջանցիկ պետություններից մեկն է, հա, այսպես ղեկավար պետություններից մեկն է Թուրքիայի հետ
ամեն դեպքում երևի կիսում են, չգիտեմ, այդ պատիվը, կարող ենք ասել, որ նա շնորհակալություն է հատնում թուրքական պետություններին իրենց փոքր եղբորը Ադրբեջանին նման մեծ հայրերով զիջելու համար եւ Հայաստանը ոչնչացնելու համար։ Դե կարանք այդ տենց վերլուծել։ Ղազախստանը բացի դրանից նաև ՀԱՊԿ-ի անդամ է, բայց հիմա եկեք ու միշտ աջակցել է ՀԱՊԿ-ում եւ ասենք, չգիտեմ, այդ բանը որ ստեղծվում էր Մաքսային միությունը ԵԱՏՄ-ն այդ ժամանակ նույնպես այն ժամանակ Նազարբաևն էր նախագահ, կհիշեք, որ Ադրբեջանի ցանկությունները, կմահաճույքը այդ կառույցներում կատարողն էր Ղազախստանը։ Հիմա այն ինչ որ կատարվում է մեր տարածաշրջանում, այդ չի կատարվում միայն հայերի դեմ, հա, կատարվում է թուրքական այդ հետ կայսերական եւ ապագա կայսերական այդ նվաճողական քաղաքականության շրջանակներում, որը կապում է երկու բան, Էրդողանը փորձում է երկու բան կապել, մեկը թուրքալեզու ազգերին, մյուսը իրեն ըստ մահմեդականության, այսինքն ուզում է համ դառնա պատրոնը մահմեդականների, առաջին խաղացողը համ էլ կապել թուրքական ժողովուրդների, թուրքալեզու ժողովուրդները։ Հիմա բնականաբար այդ կոնտեքստից չես կարող կտրես, որովհետև մենք տեսնում ենք այնտեղ բաներ են լինում, համաժողովներ են լինում, Էրդողանը արդեն ասում է ժամանակն է ընդհանուր լեզվի անցնելը, մեկ ընդհանուր լեզվի անցնելը, ընդհանուր բանակ ստեղծելը եւ այլն, ու բնականաբար այդ թուրքական աշխարհը կապելու հնարավորությունը խոչընդոտը ով էր, մենք էինք եւ լավ էր որ մենք էինք, որովհետեւ թուրքական քաղաքակրթությունը ինքը քաղաքակրթություն չի, նախ ինքը բարբարոսություն է, որովհետեւ քաղաքակրթությունը առհասարակ այն դասակարգին հասած խմբերին են ասում մարդկանց, որոնք կարգ ու կանոն են հաստատում, իրենք իրենց սահմանափակում են, օրենքներ են ստեղծում, որպեսզի մեկը մյուսին չվնասի։ Իսկ թուրքականը, հենց ցեղասպան թուրքականը, հա, իրենց համար կա մեկ տենց գեր էթնիկ խումբ եւ իրենք են, թուրքերն են, եւ ամբողջ աշխարհը պետք է իրենք լինեն։ Հա, բոլորին ցեղասպանում են կամ սարքում են թուրք եւ իրենք փաստորեն այս մեր միշտ ֆաշիստ են եղել, բայց հիմա այս մեր ժամանակաշրջանի տենց սենց դասական ֆաշիստներն են։ Նայեք, եթե նայենք մյուս կայսրությունների հիմքում ոչ թե իր էթնիկ խումբն է, այլ մարդկության նկատմամբ ինչ որ արժեքների տարածումը, մարդկության ընդհանուր։ Իհարկե, հետո բերում է նրան, որ իր էթնիկ խումբն է դա տարածում, օրինակ վերցնենք Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ինչ է անում։ Միացյալ Նահանգները ժողովրդավարություն, ազատություն, այս գաղափարախոսություններով ամբողջ աշխարհը սկսում է գրավել։ Վերցնենք Ռուսաստանը։ Ռուսաստանը ինչ է անում։ Այդ իր շրջանում, այդ մեծ տերությունում ապրող տարբեր ազգերի համակեցությունը կարողանում է բալանսավորի եւ պահպանի այնպես, որ խաղաղ իրար հետ համակեցություն կա։ Թեև այնտեղ ռուս ազգն է բանը այդ կատարում, բայց ինքը որ նայում ենք, տեսնում ենք, հա, ասենք չեչենները, դաղերը բան նորմալ ապրում են այդ կայսրության մեջ։ Վերցնենք չինականը հիմա ավելի այնց իմաստային է, մեկը չինականը տավանդականը, մյուսը սոցիալիստականը։ Ու փորձում է այդ իր սոցիալիստական հավասարության գաղափարներով փորձի իշխել աշխարհը։ Իսկ ինչ անում Թուրքիան։ Թուրքիան ասում է պետք է թուրք դառնանք սաղդ։ Հիմա մենք հայերս, քանի որ այստեղ ենք ապրում եւ չենք ուզում թուրք դառնալ, համաձայն չենք դրա հետ։ Հիմա ինչքան ուզում են գնան, ասեն Ալիևի խոսնակներ ստեղծեն, այդ խոսնակները գան այստեղ ինչ-որ բանը իրենց ադրբեջանական խորամանկությունները այստեղ տարածեն եւ այլն եւ այլն։ Այդ խորամանկությունները ամբողջությամբ նրա համար է, որպեսզի այստեղ այս տարածաշրջանում այլ ինքնություն չլինի, քան թուրքն է։ Եվ դա բացատրելի է, եւ դա հասկանալի է, որտեղ իրենք քոչվոր են, իրենք չունեն իրենցը, բնիկներին պետք է ոչնչացնեն։ Դե, չէ, հա, բայց իրենց կայսրությունը կամ պետականությունը կամ մշակութային արժեքները գողացել են ուրիշներից, հայերից, հույներից եւ բնականաբար այսօր կոմպլեքսում են։ Իրենք պետք է ազատվեն բնիկներից միջև վերջ։ Այդ առումով Չինաստանի հետ երևի համեմատությունը բնականաբար պետք չի, որովհետեւ Չինաստանը ազգային պետություն է, արժեքներ ունեցող, դարերի ճենացիներն են, չէ, ճենական
Բայսությունը պետությունը իսկ ովքեր են թուրքերը բնականաբար իրենք մեզնից միշտ վախի մեջ են ինչքան էլ Չէ, դες հասցրել են մենք ենք իրենցից վախի մեջ։ Եկեք ճիշտը խոսանք։ Իրանք մեզնից վախի մեջ չեն, մենք ենք իրենցից վախի մեջ, որովհետև նրանք ցեղասպանել են մեզ եւ անընդհատ վախացնում են։ որ ասում են հողը քանդում են տակից խաչա դուրս գալիս ուզում են վերջնականապես ոչնչացնեն Հա, ինչպես ուզում են ոչնչացնում վերջնականապես են Արցախը ոչնչացնել։ Հա, որ ուզում են վերջնականապես ոչնչացնել, պարզ է, իրանք ուզում են վերջնականապես ոչնչացնել բոլորին աշխարհի երեսին, որպեսզի մնա միայն Թուրքիան։ Դա հասկանալի է։ Էդ է, այսինքն սա ոչ միայն հայ ինքնության կռիվ է, սա մարդկության ինքնության կռիվն է, որտեղ մարդկությունը հասել է մի գագաթնակետի 20-րդ դարում, որ սկսել է դատապարտել ցեղասպանությունը, սահմանել է թե ինչ է ցեղասպանությունը, ստեղծել է միավորված ազգերի կազմակերպություն, մարդու իրավունքների հռչակագիր, փորձել է ամեն ինչ անի ու մինչև հիմա էլ մեկ-մեկ չի ստացվում մոտը, մեկ-մեկ հաճախ փորձում է էլի կանխարգելի ցեղասպանությունները, հիմա թուրքերը հակառակն են, իրանք կանոնները խախտողն են, անընդհատ աշխարհի քաոսը ստեղծողն են։ Սա ոչ միայն ես եմ ասում, սա նաև Դաստոևսկին է ասում, դա այսինքն դեռևս նախորդ դարերից է կարես խոսակցությունները։ Հիմա մեր պարագայում մեր առաքելությունը մանավանդ հաշվի առնելով, որ Արցախի հարցը միայն ինքնության հայ ազգային ինքնության հարց չէ, այլ միջազգային իրավունքի եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարց էր, որովհետեւ մի կողմից կար Արցախը, որը ժողովրդավար պետություն էր, նախագահները փոխվում էին, ինստիտուտները կառավարման տարանջատված էին, հա, մյուս կողմից կա Ադրբեջանը, որը նույն ընտանիքը արդեն 20 տարի, 30 տարի կառավարում է, բացարձակ քաղհասարակությունը վերացած է, բանտերը լցված են, լրագրողները բանտերում, լեզգիների, թալիշների իրավունքները խայտառակ վիճակում, թալիշների առաջնորդները բանտերում մահանում են, վերջինը Աբոզոդը Ռուսաստանից բերեցին նոյեմբերի 9-ին 2020 թվականին եւ սպանեցին, էս էլ է Ադրբեջանն է։ Հիմա այս երկուսի հարցում փաստորեն աշխարհում հաղթեց Ադրբեջանը ժամանակավոր։ Բայց հիմա մեր պատանները, որ Բաքվի զնդանում են, Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյան, Դավիթ Բաբայան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, այս բոլորը ներկայացնում են ժողովրդավարությունը։ Ժողովրդավարության պայքարի բաներն էին, տարրերն էին, էլեմենտները։ Եվ հիմա ժողովրդավարությունը դատվում է Ադրբեջանում։ Աշխարհի աչքի առաջ դատվում է ժողովրդավարությունը։ Հիմա մեր առաքելությունը աշխարհին կարգ ու կանոնի բերելն է։ Եթե Թուրքիան Ադրբեջանի հետ կարգ ու կանոնը բանն է, ջնջխում է, մեր որպես ամենամեծ զրկանքներ կրող ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար խումբ աշխարհում մեր առաքելությունն է աշխարհին հրավիրել կարգ ու կանոն եւ դասեր տալ։ Ոչ թե ասենք, չգիտեմ, Ռուսաստանից կամ Ամերիկայից ինչ-որ փորձագետներ բերեն, որ մեր ուզած, մեր սրտի ինչ-որ բաները, ոչ, մենք պետք է իրենց բացատրենք ոնց է պետք ապրել։ Դասեր տալու համար, բացատրելու համար ունենք բոլոր հիմքերը՝ իրավական, պատմական, քաղաքական, բայց դա իրացնելու համար նախ պետք է որ սեփական երկրումդ լինի այդ ցանկություն ունեցող իշխանություն, լինի ազգային իշխանություն։ Մինչդեռ հաղթող են այս պահին դուք ինչպես ասացիք ժամանակավորապես, հա, Ադրբեջան օրինակ եւ Թուրքիան, տասված որ ժամանակավոր լինի դա, հաղթող են, որովհետեւ մեր երկրի ներսում կա իրենց օրակարգը իրականացնող իշխանություն։ Հիմա դառնալով այս հարթության մեջ անկլավների թեմային, որ այսօր ամենավտանգավորն է եւ մեր պետականությունը ուղղակի կվերանա, եթե Փաշինյանը գնա հերթական զիջումների։ Մեջտեղ բերեց թե վերադարձնելու են Արցվաշենը, ժողովրդի մի հատվածը Վերադարձնող լինել պատաններին կվերադարձներ։ Ախր հասկանում եք, բանը կենթանիների աշխարհում մարդը կենթանի է եւ ամենադաժաններից մեկն է։ Կենթանիների աշխարհում հաղթողը, հատկապես խոսեցինք ֆաշիստական հաղթողը, պոկում է ամեն ինչ, գնում է անընդհատ։ Դու եթե երաշխիքներ տակը չունես, ոչ ունես բանակ, ոչ ունես դիվանագիտություն, ո՞նց ես գնալու իրանց ասես բան արա, այդ գրավածը հողերը վերադարձրու։ ասում է տալիս ենք Ադրբեջանն էլ բանն է, չէ՞, հա, տալիս ենք, հա, հեսա, այ որ ասում եք, հա, խաղաղություն, հա, հեսա, խնդրեմ, վերցրեք։ Պարզ է, չէ՞ որ Արցախը Հայաստանը եւ վերջ շարունակությունն է։ Արցախը Հայաստան եւ վերջ ասելով բանակցությունները տապալեց, հիմա էլ կուտա տալիս է խեղճ հայերիս, հա, Արցվաշենը։
կուտա տալիս խեղճայից, դա մի հատ արծվաշենը պիտի տա։ Եթե արծվաշենը տվեց, ուրեմն պիտի ճանապարհել տա, չէ՞ որ Հայաստանը կպնի արծվաշեն, այսինքն միջանցք տա։ Միջանցք տա, ճանապարհ տա։ Ալիևն էլ, Հիկմետ Հաջիևն էլ sense նստելու են, հա, հայեր ջան, ձեր սիրուն աչքերի համար տալիս ենք։ Այն պարագայում, որ ամենախայտարակ ձևով հիմա հայերին այնտեղ խոշտանգում են կամ ասենք իրենց դպրոցներում հայերի նկատմամբ այդ ատելությունները ռասայական խտրականություն տարածում են։ Մենք ուղղակի խնդրեմը գիտեք որն է, որ նայեք ես միամիտ չեմ։ Ես ադրբեջանցիներին բնականաբար չեմ հավատում։ Մանավանդ էս ֆաշիստական ադրբեջանցիներին։ Բայց խնդրեմը այն է, որ ստեղծում են sense ինչ-որ բամբերներ, տանում են Ադրբեջան, գալիս են ու ինձ պետք է իշի տեղ դնեն, որ ես մեռնեմ, ասենք որ ես զրկվեմ փախստական դառնամ, գաղթական դառնամ։ Այսինքն այնտեղ տանում են, սարքում են, ասում են, այս կգնա կասեք, բանս, ես մի հատ շոյում են, հաստատ ժպտացել են, հաստատ ինչ-որ թեյ են հյուրասիրել, ինչ-որ քաղցր բան փախլավա են տվել կերել են, այնտեղ ասել են, վայ գիտեք մեզ մոտ էլ փախլավան սենց են, վայ ինչ լավ է բան, հա, հետո գալիս են ստեղ 300,000 ադրբեջանցի էլ հետո իրանց հետ բերեն ու ես ինքս շատ լավ իմանալով որ Ադրբեջանի նպատակը Երևանը գրավելն է, ին վրա պետքա դրանք բան կան ազդեցություն ունենան։ Դրա համար դες չի կարող լինել, այս չի կարող շարունակվի։ Հայաստան պետք է իշխանության լինեն նրանք, ովքեր որ միամիտ չեն, կամ ոչ թե միամիտ չեն, այլ մեզ էշի տեղ չեն դնում եւ դրա փոխարեն փորձում են մեր անվտանգությունը ապահովել։ Բայց դա կարող լինի միայն այն պարագայում, երբ որ չեն լինի դավաճաններ իշխանության, որովհետեւ եթե դավաճաններ են, բնականաբար իրենք բուծելու են նոր դավաճանների։ Իդեպ վերջերս քաղաքասարակության մի շարք ներկայացուցիչներ Քաղաքասարակություն չեն։ գնացին Բաքու։ Նրանք քաղաքասարակություն չեն։ Տեսեք, քաղաքասարակությունը ինքը ձևավորվում է պետություններում ոչ թե ընդդեմ, բայց ոնց որ իշխանությանը հակադիր, որտեվ քաղաքասարակությունը վերցնում է որոշակի շերտերի շահերը, հա, ու զբաղվում է իրանց շահերով։ Հիմա կարան հակադրվեն իրար իշխանությունն ու քաղաքասարակությունը։ Օրինակ, ասենք վերցնում է կանանց իրավունքներով զբաղվում քաղաքասարակությունը, ասում է պետություն, դու կանանց իրավունքները լավ չես պաշտպանում։ Դրա համար ես ուզում եմ էս օրենքը ընդունվի, ես ուզում եմ էս չգիտեմ, դասընթացներ լինեն, գործողություններ լինեն եւ այլն։ Հիմա էս ըստեղ ոնց որ սկսում են իրար հակադրվել։ Հիմա Հայաստանում քաղաքասարակությունը ամենախոցելին ովքեր են այս տարիներին Հայաստանում եղել, արցախցիները, նրանք ովքեր մասնակցել են Արցախի պաշտպանությանը, զոհվածի ծնողներն են խոցելի եղել, խոցելի են եղել հիմա հոգևորականներն են խոցելի, հա, հայ առաքելական եկեղեցի կրոնական կազմակերպության սպասավորներն են խոցելի խմբերը, այսինքն ովքեր որ զբաղվել են այս մարդկանց շահերով, նրանց իրավունքների պաշտպանությամբ, իրենք էլ ոնց որ դարձել են այդ քաղաքասարակությունը։ Հիմա եթե իշխանությունը ինչ-որ մեկին ուղարկում է Բաքու իր օրակարգի համար, իր նպատակների համար, դա քաղաքասարակություն կոչվել չի կարող։ Դա կարող է կոչվի քաղաքացիական պայմանագրի հասարակություն։ Այսինքն սերտաճած են իշխանության հետ, այդ անձիկ ովքեր գնացել են, դեպ գնացել են այնտեղ ու այնտեղից ասում են գերիների մասին խոսեցիք, Ադրբեջանը չհամաձայնվեց։ Այսինքն դուք չգիտեիք, որ գերիների նայեք, գերիների մասին խոսելը ինքը կարող է լինել այն պարագայում, երբ որ կխոսվի իշահ գերիների, ոչ թե իշահ մեր ցեղասպանության, որովհետև այս հայ-ադրբեջանական կեղծ հաշտությունը իրականացվում է իշահ Երևանի գրավման, հա, ոչ թե իշահ խաղաղության, ինչպես ասացի, եթե ես ազատ չեմ, արդար չեմ, արդարության մեջ չեմ ապրում եւ այլն, ուրեմն այնտեղ չկա խաղաղություն։ Հիմա այս տղաները եթե գնացել են, դա խոսային դատապարտեին, ոչ թե խոսեին բարձրացնեն, դատապարտեին Ռուբեն Վարդանյանին խոշտանգումը, Վիգենին, որ բանը արդեն չի կարողանում քայլի, դեղորայք չեն տալիս, թող դատապարտեին, թող դատապարտեին շինծու այդ բաները, դատավարությունները, թող դատապարտեին Արցախում հայկական հետքի վերացնելը, թող դատապարտեին բանը արցախցիների էթնիկ զտումը, թող բարձրաձայնեն արցախցիների վերադարձի իրավունքը, սա ամբողջը միջազգային իրավունքի, սա միայն հայկական չի։ Թող գնային այդ բան անեն։ Բայց մենք հասկանում ենք, որ այս խումբը, որ քանի որ գնացել է ԿՊ-ի բյուջեից 18 միլիոն դրամ են հատկացրել։
այսինքն ԿՊ-ն մեր փողերը տվել է սրանց, որ սրանք գնան այնտեղ ու Ալիևի խոսքը բերեն ստեղ, մեզ էշացնեն։ Բնականաբար սա ի նպաստ մեր պատանների չի, որ պետք է ազատ արձակ։ Դե թող դատապարտեին, ասենք այնտեղ լրագրողներին, որ այնտեղի քաղաքասարակությունը վերացրած է Ադրբեջանում, դե թող դատապարտեին, եթե քաղաքասարակություն են։ Ասում են մենք երկխոսում ենք, մենք չենք ուզում երրորդ կողմ մտնի մեր մեջ, մենք ու Ադրբեջանը, Հայաստանը, Ադրբեջանը իրար հետ տարբեր հարթություններում իշխանություն, հետո նաև այսպես կոչված քաղաքասարակություն, երկխոսում ենք, մենք չենք ուզում, որ դա մեկ այլ կոչերի բնույթ ստանա եւ Եկեք վերադառնանք թե բանը քաղաքացիական պայմանագրի հասարակությունների շփումները որտեղից սկսվեցին։ Սա այդ օգոստոսի 8-ի նախաստորագրված սարսափելի այդ բանով հռչակագրով դրա հետևանքներն են, հա, դրա արդյունքներն են։ Հիմա այդ փաստաթղթում կա Մինսկի խումբը ցրել, այսինքն այն Արցախի ինքնորոշում բանը, այդ բանը ազգերի ինքնորոշման իրավունքը բան միանգամից տապալվում է։ Բանը Զանգեզուրի միջանցքը, այսինքն մեր տարածքը հանձնում են ուրիշին։ Առանց որևէ հանրակրվե որևէ բան, ուղղակի պարզապես ծախեցին, թուրքական աշխարհը միացրեցին, Զանգեզուրի միջանցքը։ Մյուսը միջազգային դատարաններից մեր դեմ իրականացրած հանցագործությունները հետ կանչելը։ Նայեք քանի բան է, հանցագործությունը կատարվել մեր դեմ։ Ու այս ամբողջի շուրջ են, չէ՞, սրանք գնացել։ Դու հիմա տղա ջան, եւ եթե աղջիկ կար, աղջիկ ջան, դուք ով եք, որ գնաք, որպես քաղաքացիական հասարակություն այնտեղ ներկայանաք ու ներկայացնեք մեզ ու հետո էլ գաք մի հատ այդ թեմաները բարձրացնեք, երբ որ այդ փաստաթղթում իմ դեմ հանցագործություններ է իրականացվում։ Միջազգային իրավունքների եւ ներպետական օրենքների կոպիտ խախտումներ է տեղի ունենում։ Հասկանում եք։ Հիմա կապ չունի թե իրանք ինչ են ասում։ Հիմա իրանք փաստորեն նպաստում են, որpիսի իմ եւ ձեր դեմ եւ արցախցիների դեմ իրականացած այդ հանցագործությունները դատարանից է։ Այսինքն պատկերացնենք մի հատ ուրիշ վիճակ։ X մարդը բռնաբարել է Y աղջկան, հա։ Հիմա այս X մարդու ներկայացուցիչը չէ, կներեք, X ինչ որ մեկը բռնաբարել է աղջկա։ Հիմա այս գալիս է, ասում են, բանա, գիտես ինչ կա, մենք չենք ուզում, որ դու դատի տաս այդ բռնաբարողիդ, մենք երկխոսության մեջ ենք հետը։ Հիմա այս բռնաբարված աղջիկն մնում է շվարած։ Նախ դու ով ես որ գաս իրա դեմ կատարած հանցագործությունը գնաս այնտեղից անես։ Մեկ, երկրորդ արդյոք դրանով վերանում է այն, որ Ադրբեջանը իրականացրել է հանցագործություն։ Չի վերանում, նա իրականացրել հանցագործը ազատ ֆրֆռում է։ Ազատության մեջ է, աշխարհում կա հանցագործ պետություն, որը ազատության մեջ ֆրֆռում է։ Եվ նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բայց հենց իշխանության ձեռքով այդ պատասխանատվությունը գոնե թե այս պահին չկա եւ Արցախի արդարացվում է, ինքը օգնում է, այսինքն ինքը օգնում է Ադրբեջանին, որպես այդ բռնաբարող տղամարդ, ինքը օգնում է, ասում է՝ «Դավայ, շահանակի բռնաբարել, ես քեզ կօգնեմ։ Ես այդ աղջկան կգնամ կխաբեմ, կքնացնեմ, բան կանեմ, կսրսկեմ, ինքը բան ասած կանջատվի, Ադրբեջան ջան, դու շահանակի բռնաբարել»։ Էս են անում իրանք։ Իդեպ մի բախենալու հանգամանք եւս այս թեման, որ ամփոփենք նայեք, որ վերջերս ես տեղեկացա, որ Միացյալ Նահանգները այն USAID-ով գրանտագիրների այդ հոսքը դադարեցնելուց հետո, հիշում եք, չէ, ասում էին, դա վնասել էր Միացյալ Նահանգների շահերից չէր բխում, հիմա նոր մի բան է սկսվում, մի նոր էտապ, որը ներկայացում է այսպես, որ պիտի նպաստի քաղաքականությանը Միացյալ Նահանգների եւ ես տեղեկացա, որ հայաստանյան որոշ ՀԿ-ներ տրամադրվել է որոշ ՀԿ-ների 3 միլիոնից ավելի դոլար, էլի, այդպես ես պատկերացնում թե մենք ինչ վիճակում ենք հայտնվելու, մինչև հիմա սսկվել էին, հիմա նորից ակտիվանալու են այդ ՀԿ-ները եւ բնականաբար արդեն քաղաքական հարթության մեջ սպասարկելու են ամերիկյան շահերը, որտեղ անշուշտ իր լուրջ դերն ունի թուրքական շահը, ադրբեջանական շահը։ Ես պատկերացնում ինչ զարելի նոր այսպես հարվածների ենք մենք ենթարկվելու հայերս Հա, բայց ենք հիմա դիմագրելու այս ամբողջ հարվածներին, երբ որ մենք ներսում չունենք մեր ազգային հասարակական այդ կազմակերպությունները, կառույցներ ունենք, իհարկե ունենք։ այդ շերտը կա, հաջողվել է։ Իհարկե, այս տարիների ընթացքում նախ քաղաքասարակությունը ձևավորվել է, մենք տեսնում ենք թե բանի փաստաբանների խմբերը ոնց են ակտիվ գործունեություն ծավալում, թե ոնց են նոր իրավապաշտպան խմբերի հայտ գալիս, նոր քաղաքացիական նախաձեռնություններ ստեղծվում, որոնք
այնպես չի կարա տեղի չունենա, բայց հիմա իրանց խնդիրը այդ օջախները վերացնելն է, եւ այդ օջախները վերացնելու համար այդ տենց իրանց գոնգո են ասում անգլերեն, հա, եթե NGO-ը non-governmental organization-ը գոնգոն էլ ասում են governmental NGO, էլի, հա, բանը government վերջը հիմա այս գոնգոները բնականաբար ոնց որ նպաստեցին Արցախի հանձնմանը նույնը հիմա պիտի շարունակեն նպաստել երևի Հայաստանի հանձնմանը Եվ հիմա շարքը սկսվում է անկլավներից եւ միաժամանակ ես կարծում եմ որ այս նույն հարթության մեջ եկեղեցու դեմ ուղված պայքարն է հիշեցնեմ վաղարշապատի թիմ ընտրություններից հետո Փաշինյանի հայտարարությունը թե այ այդ որ մենք հաղթանակ տարանք այստեղ սա լավ առիթ էր հնարավորություն է գրոհելու ես բառացի չեմ ասում, բայց իրականում ինքը հենց այդպես էլ ասեց, գրոհելու կաթողիկոսի վրա, վեհարանի վրա, ինչ եք սպասում, ինչ զավելից նոր հարցակումների ականատես ենք լինելու եւ մենք որքանով ենք այստեղ գոնե հնարավորություն ունենալու համախմբել ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Դե նախ այդ որ տենց արտահայտությունները անում, դա ցույց է տալիս, որ ինքը վարչապետը չի Հայաստանի, որովհետեւ Հայաստանի վարչապետը չի կարա սահմանադրությունից եւ ներպետական օրենքներից դուրս իրեն տենց ինչ որ բանի ջահելի պես իրան պահի, էլի, հա, որովհետեւ վարչապետ ընտրվում են դառնում են սահմանադրություն օրենքների հիման վրա եւ դրանք պաշտպանելու հիման վրա, ոչ թե ինքն իր կմահաճույքները բանկության երազանքները եւ բան իղձերը ձմեռ պապիկից սպասվող նվերները իրականացնելու համար թիմ ընտրությունները որևէ կապ չունի բանի հետ եկեղեցու հետ բայց այդ հայտարարությունը ինքը պարունակում է քրեական պատիժ 209-րդ հոդվածը քրեական օրենսգրքի ինչպես նաև սահմանադրության խախտում 17-րդ հոդվածը պետության ու կրոնական կազմակերպությունների տարանջատման Այսինքն ինքը հանցավոր խմբի պարագլուխ է, որովհետև պիտի հանցավոր խումբ լինես, որ գաս ու սահմանադրությունը խախտելով ինչ հանցանքներ իրականացնես, բայց չբռնվես, որովհետև այդ ամբողջը sense հանցավոր խմբով ես կալել։ Հիմա բնականաբար այս եկեղեցու դեմ արշավը ինքը Ադրբեջանի ցանկությամբ եւ եթե նայենք բան այդ օգոստոսի 8-ին նախաստորագրված այդ թղթի 8-րդ կետում այդտեղ կա բանը պայքարել ծայրահեղականության դեմ, հա, բան այդպես բաների, իսկ ովքեր են Հայաստանում համարվում ծայրահեղականներ։ Նրանք ովքեր պաշտպանում են հայերի իրավունքները։ Չէ, ազգային շահը մի կողմը լա, հա, ազգային շահ է դառնում, երբ որ պաշտպանում այս ժամանակաշրջանում, երբ որ դու պաշտպանում ես իրավունքները, դա փոխկապակցվում է ազգային շահի հետ։ Այսինքն ովքեր որ ասում են, չէ, դուք չեք կարա կին մասնատեք, չեք կարա շինծ ու դատական գործեր անեք, չեք կարա ասենք եկեղեցուն սպասավորին անմեղ տանեք, ձերբակալանավորեք, գերի վերցնեք։ Այսինքն այդ մարդիկ, ովքեր այս պահին խոսում են իրավունքի, օրենքների տեսակետից, սրանց համար ծայրահեղական են համարվում, պատկերացնում եք։ Իհարկե դա կարող լիներ մենակ այն դեպքում, եթե հենց ծայրահեղականները գային իշխանության, որովհետև պիտի ծայրահեղականները լինեն իշխանության, որպեսզի իրավունքները բանը իրավունքների հարցում, իրավունքների պաշտպանության հարցում մյուսները համարվեն ծայրահեղական։ Այդ process-ն է գնում, բայց բնականաբար մենակ Հայաստանում, ասենք Ադրբեջանում երբեք չեք տեսնի, որ հայերի դեմ ինչ-որ մեկը խոսացող բան լինի, օրինակ Իլհամ Ալիևը կամ Հիկմետ Հաջիևը կամ ով ուզում է լինի, որ ասենք հայերի մասին խոսք ասի, բնականաբար նրա դեմ ոչ մեկ չի պայքարելու ու տենց Ճիշտ հակառակ process-ն է Ադրբեջանում նսեմացնում են դպրոցներից մանկապարտիզներից սկսած վերջերս մի հերթական բլոգերներից ինձ մեկը մի հերթական կադրներ տարածել թե ինչպես են ներկայացում բեմադրում որտեղ հայ զինվորին նսեմացնելու կադրեր են եւ բոլորը ողջունում են երիտասարդների ընդ որում 20, 18, 19 տարեկան երիտասարդներն են խաղում այդ դե դա ասեք օրինակ այդ տղայի ու Նիկոլ Փաշինյանի տարբերությունը ո՞րն է
Ոնց են Տարբերություն չէ։ նսեմացնում հայերին, նենց է Նիկոլ Փաշինյանն է նսեմացնում հայերին ու իրենց ամբողջ քաղաքացիական պայմանագիրը։ Թքում են հայերի վրա, հղի կնոջը գցում են մեքենայի տակ սպանում, 150,000 մարդու դուրս են հանում, այնտեղ 200-ից ավելի մարդ վերջի իր արյունը տալիս է Արցախին ընկնում են, ստեղացում են մնայք կռվեիք, կամ ասենք հոգևորականներին, ովքեր ասում են, հո դուք գիժ չեք, էս ինչ եք անում, այս երկրի հետ տանում են, փակում են, հերոսներին ընդհանրապես բանը հերոսների ինստիտուտը վերացրել են, գերի են վերցրել, ամեն մեկին միտեղ գերի են պահում։ Ինչու՞ է տարբեր Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի այդ աշակերտից։ Ես տեսել եմ այդ վիդեոն, այդ որ ասած կզծրած տանում է։ Նույն ձևը Նիկոլ Փաշինյանը կզծրած տանում է, ընդ որում Ստոկհոլմյան սինդրոմ էլ է առաջացել, լիքը մեր հայրենակիցներ ոնց որ այդ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից սկսում են իրան խոնարհվել, ոնց որ ասենք այդ տեսել եք ադրբեջանցիները, որ գերի են վերցնում, սկսում են նվաստացնել, որ սա իրանց ուզածը ասի, նույն ձևը հիմա է էլի մեր սրա համար եմ ասում, մենք պետք է ընկալենք, որ ազատագրում նշանակում է այդ խաղաղությունը, նաև նշանակում է մեր հայրենակիցների ազատագրում, որևէ մեր հայրենակից չպետք է նվաստանալով խոնարհվի սրանց առաջ։ Պարոն Իշխանյան, ուզում եմ նաև հասկանամ, այս ամեն ինչը չեն տեսնում մեր լիքը մտավորականները։ Ես վերջերս չեք տեսել, մենք ամեն օր հրապարակում ենք մտավորականների պաշտպանության խոսքը եկեղեցուն, կաթողիկոս Գարեգին II-ին եւ մեր գերեվարված հոգեվորականներին չեք տեսել։ Ես ու Լիլիթ Բլեյանը երկիչ ամեն օր մի մտավորականի հրապարակում դա ենք։ շատ ողջունելի է, շատ լավ է, բայց ես նաև տեսնում եմ, ասենք, Մհեր Արմենիայի նման մարդկանց, ես տեսնում եմ, ով էր այս վերջերս մի դե աստղերն այսպես ասած, հա, արտիստները, արվեստագետները։ Ես ուզում եմ, որ այդ ձեռքումը չեմ հասկանում։ Հանրության լայն շրջանակներ, չէ, պետք է հասկանանք, որ արտիստները իրենք բնականաբար բեմ են սիրում, իրենց պետք է ծափահարություններ, իրենց պետք է բան անել, առանձնացնել, չէ՞, օրինակ Իվետա Մուկուչյանի համար տենց մեծ առանձնանալու բան էր, որ այս վարչապետ կոչեցյալը իրեն տենց տալ էր ՏՊ-ի համաժողով։ հա, այնտեղ երկելու, բայց այստեղ մենք պետք է դա հասկանանք եւ հասկանանք, որ մեր արտիստներին պետք է ազատագրել սրանցից։ Նրանք խաղաղության մեջ չեն, չես կարա լինես խաղաղության մեջ, երբ որ օրինակ Մհեր Արմենիայի պես պետքա գնաս, ասենք, ընկնես սրա ոտքերը, որպեսզի քեզ ուշադրություն դարձնեն բանը։ Պետքա լինի նենց հասարակարգ, որտեղ Մհեր Արմենիաները դրա անելու կարիքը չունենան։ Եվ եզրափակենք, մենք ինչ ենք անում հիմա, մնացել է մի քանի ամիս, 6 ամիս, մեր նման մտածող մարդիկ ինչ ենք անում, մեր երկիրը այս ամեն ինչից ազատագրելու համար։ Իսկապես ես վերջի շրջանում առավել քան շեշտում եմ այն միտքը, որ սա ոչ թե ընտրություններ են լինելու սովորական իշխանություն ընդդիմության, ազատագրական պայքար է։ Իզորեն մեր քաղաքական ուժերը դաշտում առկա այդ ազատագրական պայքարը իրականացնելու, թե մենք իսկապես շատ արագ պետք է այդ նոր ուժերը ձևավորենք, որոնք իզորու են լինելու այդ պայքարը մինչև վերջ տանելու, հա։ Դե նոր ուժեր տեսնում ենք, օրինակ նոր ուժը բանը Մայր Հայաստանը, որը բավական հաջողություններ ա ունենում, նոր ուժա բանը մեր ձևովը, որը հայտնել է, որ մասնակցում, նոր ուժա Հայակվեն, որը չգիտեմ ընտրությունների կմասնակցի թե չի մասնակցի, բայց նոր տենց նոր ասենք դիտորդական առաքելություն, երբ որ իրականացնում է, դա ինքը քաղաքացիական նախաձեռնություն է, այս բան կուսակցություն չի, բայց երբ որ դիտորդական առաքելություն է իրականացնում, բոլոր տեղամասերում կարողանում է դիտորդ ապահովի։ Ես էլ դե Հայակվեի խորհրդի անդամ եմ։ Ու այս նոր ուժերը երևում են, այստեղ հարցն այլ է։ Մենք ոչ թե պետքա պատրաստվենք 2026 թվականի ընտրություններին, հասարակությունը եւ հասարակությանը ոչ թե պետքա պատրաստենք 26 թվական, այլ դրանից հետոին պետքա պատրաստենք, որովհետեւ ամենայն հավանականությամբ սրանք մնալու են իշխանության։ Այսինքն մենք բոլորս արդեն հարմարվել ենք, իդեպ բոլորն են Չէ, ասում, որ հակառակը հնարավոր չի լինելու ոչ մի կերպ սրանց հեռացնել, իրենց բոլոր լծակները օգտագործել։ հավանականություն կա, որ չեն մնա, բայց հավանականություն կա, որ կմնա, եւ հավանականությունը ավելի մեծ է, որ կմնան, քան հավանականություն կա, որ չեն մնա։ Պետք է աշխատել, որ չմնա։ Բայց պետք է աշխատել նաեւ 2026 թվականի ընտրություններից հետոին նախապատրաստվել հենց այսօրվանից։ Մտքով հասկանանք ինչ ենք անելու դրանից հետո, որովհետեւ եթե այսինքն ուզում եմ ասեմ, պետքա մենք մեզ ոչ թե տրամադրենք, այլ ինստալացիա անենք, պատկերացրեք մենք ծրագիր ենք,
որը գործողություններ է իրականացնում, որ 26 թվականից 26 թվականի ընտրություններից հետոյի վրա պետքա արդեն իմանանք ինչ ենք շարունակելու անել, որովհետև ասեմ, եթե ընտրվեցին սրանք, լինելու է մեծ ապաթիա, մեծ դեպրեսիա, սրանք սկսելու են էլի էշեշ դուրս տալով լեգիտիմացնել Արցախի հանձնումը, Տավուշի բարձունքների հանձնումը, ինչ արել են Եվ լեգիտիմացնել։ նոր զիջումներ են գնա։ Իհարկե, ես զիջումների են կրկնում եմ, հա, նոր զիջումների են գնում։ Նոր դե իրանց համար դա զիջում չի, իրանց համար ձեռքբերում է, որտեվ ինչ տալիս են Ադրբեջանին, իրանք ոնց որ շահում են, որպես Ադրբեջանի բանակի անդամներ, հա։ Ասածս այն է, որ դրանից հետո կյանքը շարունակվելու է ու ավելի ուժգին պետքա շարունակվի սրանցից ազատվելու եւ այդ զիջումների դեմը առնելու համար։ Ու այս այն տրամադրել մեզ վատագույն տարբերակից հետո թե ինչ մենք պետք է անենք։ Բան չեմ, այստեղ մի բան ասեմ, հա, բժիշկին ասում են դիմեք ավելի վաղ կանխարգելելու համար հիվանդությունը, որովհետև երբ որ հիվանդացավ մարդը ավելի դժվար է լինելու բուժելը, հա, մանավանդ վատ հիվանդությունների մասին, օրինակ քաղցկեղը։ Հիմա մենք փոխարենը բոլոր մեր ուժերը կենտրոնացնենք կանխարգելելու 2026-ին այս իշխանության վերընտրությունը, մենք մտածում ենք, որ կարող է, այսպես մտածում ենք, հա, ամեն դեպքում, որ կարող է վերարտադրվել, որովհետև ինքը ամեն ինչի դա պատրաստ է։ Եվ հետո ինչքան մեծ դժվարությամբ ենք մենք փորձելու պայքարել իր բոլոր ստորագրությունների դեմ, հանձնման ստորագրությունից պատկերացնել անգամ չեմ կարող, մենք կարողանալու ենք դրա դեմ պայքարել։ Նախ եթե բժշկական ալեգորիայով խոսենք, օրինակ քաղցկեղի պարագայում դեպքեր են լինում, եթե մինչև չի հասնում տենց անխուսափելիությանը միջամտության վիրահատություն չեն անում, էդ էլ հաշվի առնենք, բայց ամեն դեպքում ալեգորիաներից դուրս խոսելու կապակցությամբ նայեք, մենք գիտենք, որ ընտրություններից հետո սրանք գնալու են այդ սահմանադրության հանրաքվեին։ Հիմա, Ասում է։ հա, ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս բոլոր ուժերը կարող են համախմբվել հանրաքվեի պայմաններում ավելի հեշտ, քան ընտրությունների։ Ինչու՞։ Որովհետև ընտրությունների ժամանակ մրցակցում են բոլորը իրար հետ իշխանության համար։ Իսկ այնտեղ հանրաքվեում կա գաղափար։ Հիմա ասածս հետևը, այո, պետք է պայքարել իշխանությունը 26 թվականին վերցնելու, բայց այդ պայքարի մեջ պետք է նաև լինեն բաղադրիչներ այն պարագայում, երբ որ 26 թվականից հետո իշխանությունը մնացել է քաղաքացիական ահաբեկչական խմբավորմանը։ Որովհետև եթե դու ունենալու ես մի հատ նենց ապաթիա Նիկոլ Փաշինյանի մնալուց հետո, որ չկարողանաս այդ ինքդ քեզ კი չկարողանաս դուրս բերել այդ ապաթիայից, ու մնաց քո ընտանիքի անդամներին, ազգին նկատի ունեմ ընտանիքի անդամ ասելով, ու այդ ապաթիան արդեն պետքա կոնտրոլի տակ բայ 21 թվին ո՞նց էր։ 21 թվին երկար ժամանակ պահանջվեց, որ մարդկանց հանես այդ ապաթիայից։ Այս պարագայում անմիջապես է պետք է հանել ապաթիայից։ Պետքա ապաթիայի չտանի, դա պետքա ընկալվի, որ սա ավարտը չի։ Օրինակ շատ արցախցիներ, ոչ միայն արցախցիներ, նաև Հայաստանի բնակիչներ ասում են, որ եթե սա ընտրվեց, ես թողնելու եմ գնամ Հայաստանից։ Նախ որ ես թողնում գնաց մեզ մենակ թողնես սրա դիմաց, Իրանք փոխարենել կարող է 300,000 ադրբեջանցիները հա, եթե Ալիևի իրանք գնան, ցանկությամբ իրանք գալու են։ Այսինքն պետք է հասկանալ, որ մեզնով չի սկսվել այս պայքարը եւ մեզնով էլ չի ավարտվելու այս պայքարը։ Եվ 26 թվականը առավել եւս, եթե ընտրվեցին, պայքարը շարունակվելու է, եթե չընտրվեցին, պայքարը հեշտանալու է։ Ասենք տեսնենք ոնց կլինեն զարգացումները, ամեն դեպքում պայքարել է պետք, բայց ձեր խոսքերից ես հետևության հանգեցի, որ դժվար է լինելու, այո, ընդդիմության համախմբումը։ Այսինքն այստեղ կան ինչ այդ ամբիցիաներ, մենք նորից դա չենք հաղթահարելու, նորից այսպես բաժան եղած պիտի մասնակցեն 26-ին, նորից պարտվեն մեկ-մեկի հաշվին ձայներ փոշիացնեն, սա շատ վտանգավոր պատկեր է, ինչից միշտ շահում է օրվա իշխանությունը տվյալ դեպքում։ Ստրուկտուրան տենց է, կուսակցական ստրուկտուրան տենց է, ինչ ուզում ես, երբ դու մտնում ես ինչ-որ թիմի մեջ, դու քո առաջնային նպատակը այդ թիմի հաղթանակն է դառնում։ Բայց այդ բոլոր թիմերը կներեք, եթե իրար հետ համախմբվեն եւ միասին տանեն այդ հաղթանակը, մի պահ համախմբվում են, հետո նորից սկսվում է բանը, այդ առաջնային, այդ մրցակցային նպատակները։ Երևի պետք էլ չի, որ ընդդիմությունը համախմբվի իրականում։ Գիտեք, որովհետեւ Գյումրի օրինակով եթե նայենք,
առանձին գործեցին, հաջողության հասան։ Վերջում Իսկ հետո երբ համախմբվեցին։ ես sense եմ նայում, մեր բանում ազգային մշակույթում կա մի հատ խնդրեմ, քյարթու խնդրեմ, էլի, sense կոշտ ու կոպիտ չոբանական խնդրեմ։ Երևակայությունը սպանելու խնդրեմն է։ Երբ որ մեկը մի միտք է ասում, 10 հոգով սկսում են համոզել, թե ինչի այդ միտքը չի իրականանա։ Փոխանակ փորձերի վրա համոզվեն կամ համոզվեն իրականանա թե չի իրականանա, միտքը զարգացնեն, կարողա միտքը դնես գործողության մեջ թերությունները նկատես շտկես, ոնց որ ասենք Նիկոլը եկեղեցին գրավելու կամ Արցախը գրավելու պարագայում, չէ, դնում են process-ի մեջ ու այդ process-ի ընթացքում սկսում են շտկել, բան, տարբեր մեթոդներ։ Մեր պարագայում վերցնում են միտքը դնում են սեղանին, սկսում են հերթով բացատրել, ապացուցել, որ դա իրականություն չի դառնա, մեռավ այդ միտքը։ Ու փորձում են գտնել այն մեկ միակ այն sense սուրբ միտքը, որը իրականություն կդառնա։ Հիմա պատկերացրեք, եթե 17 կուսակցություն համախմբված են։ Այդ համախմբվածությունից կամ մի հատ միտք դուրս գա, ով որ երևի չգիտեմ, ավելի տես քյարթույա կամ ավելի հեղինակություն ունի, կարող է իրանը դուրս գա ու դանդաղ, շատ դանդաղ process կլինի։ Հասկանում եք։ Հիմա պատկերացրեք այդ 17-ը առանձին են։ Դուրս կգա 17 հատ միտք, ավելի արագ ու ինքը այդ 17 մտքերով ավելի արդյունավետ կլինի։ Ամեն մեկը իրանը կանի, սրանք չեն հասցնի։ Գուցե պետք չի համախմբվել։ Պետք չի, բայց ինչ որ փուլում պետք է։ Այսինքն չհամախմբվելով համախմբվածություն է ստացվում, համախմբվելով անհամախմբվածությունը, իսկ չհամախմբվելով լինում է համախմբվածություն։ Հետաքրքիր բան է։ Հետաքրքիր բան ասեցիք, տեսնենք ոնց Իմպրովիզացիա է, էլի դա։ բանաձևեցիք ինչ որ 2026-ի հնարավոր զարգացումները, տեսնենք ոնց կլինի, բայց մեր ժողովուրդն էլ ունի մի բան, սիրում է առաջնորդներ տեսնել, սիրում է հստակ օրակարգ ունենալ սեղանին, իսկ այդ առաջնորդի դեպքում առաջնորդի շուրջ էլ համախմբում է, էլի պետք լինելու։ Չգիտեմ։ Դե առաջնորդի շուրջ համախմբումը, հա, դա ուրիշ բան է, դա տեսնենք։ Եզրափակենք, տեսնենք, փաստորեն այսպես։ Լավ նոտայով եզրափակենք։ Ես իրատեսական նոտան եմ գերադասում։ Դե իրատեսականը միշտ լավ նոտան է։ Փորձեք եզրափակել։ Ինչ օրինակ տալտեք այս բանին, որը շվարած է մի հատվածը, հիմնական հատվածը շվարած է։ Մեր հարցումները դա են։ Գիտեք, շվարելու իմաստ չունի 3 պատճառով։ Մի պատճառը այդ 5000 զոհերն են, որոնց խաբելով սպանեցին, որ Արցախը հանձնեն։ Նրանք չկան եւ մենք ոնց որ նրանց երազանքների շարունակողն ենք։ Սա մեկ։ Մյուս շվարած չլինելու պատճառը մեր նախնիներն են, որոնք մեզ պետություն են տվել, հիմա մենք էլ այդ պետությունը բանենք։ Քչից շատից փորձում ենք բան անել, զարգացնել։ Եվ երրորդ պատճառը չշվարելու, դա ըստ թվում է ոչ միայն ստեղի գերիներն են, սրբազանները, բայց ավելի խոցելի վիճակում բնականաբար Բաքվի զնդաններում, օրինակ մեր պատաններն են, որոնք հատկապես Ռուբեն Վարդանյանը Բաքվից անընդհատ ուղերձներ է ուղարկում չշվարելու։ Եթե Բաքվում նստած մարդը այս բանը չէ, այս քաղաքացիական պայմանագրի հասարակությունը չէ, որ գնում են տենց ֆռում են եւ զնդաններում, ասենք, բանը Վիգենը չի կարողանում քայլի։ Եթե այս պարագայում Բաքվից այդ ուղերձն է գալիս, որ ինքը այնտեղ հասկացել է, որ ամենամեծ մեղքը հուսահատությունն է, մենք ով ենք որ շվարենք։ Գիտեք, նույն ուղերձները գալիս են նաև Երևանյան բանտերում բանտված մեր քաղբանտարկյալներից եւ Սամվել Կարապետյանից եւ Լիդիա Ման, այո, Լիդիա Ման։ Լիդիան լրիվ քեֆը բերում են վիճակ։ Հա, բայց պատկերացնում եք, չէ՞, հայ գինը քաղբանտարկյալ եւ ինքը վերջին իր հայտարարությունը ուղղակի շատերին էր հուզել, մարդը գալիս է դատարան վստահ լինելով, որ իրեն նորից պահելու են կալանքի տակ։ Այսպեսին է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Գերության տակ, սա արդեն կալանք չի, սա դուրս է իրավականությունից։ Շնորհակալ եմ պարոն Իշխանյան անկեղծ զրույցի համար։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր ես այս ձևաչափով զրուցում էի Հովհաննես Իշխանյանի հետ, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։ Լավ եղեք, կհանդիպենք։